Ցորեն 2 օպերացիայի մեկնարկն այսօր է տրվել։ Ադրբեջանական Սոքարի բենզինը մի գնացքով Բաքվի Բոյուկ Քեսիկ բեռնատար կայարանից շարժվել է Հայաստան։ 22 վագոններով մեր երկիր է գալիս 1220 տոննա ավտոմոբիլային բենզին։ Հայաստան գնացքը կմտնի ղազախական Ցորենի անցած երթուղով Վրաստանից։ Ինչպես խոստացել էր այդ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, այս անգամ լիովին անվճար կիրականացվի Վրաստանով տարանցումը։ Ըստ ադրբեջանական կայքերում եղած տեղեկությունների, Վրաստանը 1 տոննայի տարանցման համար $92 էր պահանջել։ Ադրբեջանական կողմի դժգոհություններից հետո է Թբիլիսին որոշել միանվագ անվճար բեռնափոխադրման հնարավորություն տալ, բայց Փաշինյանի այսօրվա հայտարարություններից հասկացվում է, որ խնդիրը վերջնական լուծված չէ։ Վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան եւ հույս ունեմ այդ հարցերը կամ կկարգավորվեն կամ եթե չկարգավորվեն տրամաբանորեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր կփնտրեն։ Հայ-ադրբեջանական նավթային առևտրի որոշումը կայացրել են Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը նոյեմբերի 28-ին Գաբալայում։ Քաղաքական պայմանավորվածության հիման վրա գործարք են կնքել հայկական ու ադրբեջանական մասնավոր ընկերությունները։ Թե Հայաստանի որ մասնավոր ընկերությունն է գործարք կնքել ադրբեջանական Սոքարի հետ, չի բացահայտում Երևանը։ Հնարավորությունների մասին երկու երկրների գործարարշրջանակները կտեղեկացվեն եւ համապատասխան հետաքրքրության արկայության պարագայում նրանք արդեն գործարքները կկնքեն, գործարքը կնքված է։ Փաշինյանի խոսքով ինքը տեղյակ չէ, քանի տոննա բենզին է գալիս Հայաստան, կիմանա, երբ ադրբեջանական բենզինը անցնի մաքսակետը։ Չգիտի նաև արդյոք դրա ներկրումը շարունակական կլինի, պետք է որոշեն տնտեսվարողները։ Առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց իհարկե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել այդ առևտրի համար։ Խաղաղություն, որ նաև Արցախի հայաթափում է արժեցել, նկատում է ճեպազրույցին ներկա լրագրողներից մեկը ու հետաքրքրվում, թե ինչու է Հայաստանի վարչապետը հավասարության նշան դրել արցախայության վերադարձի ու այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի միջև։ Նա գերմանական Համբուրգից Բաքվին առաջարկել էր միաժամանակ փակել այդ թեմաները։ Հիմա մենք կարող ենք ասենք Ղարաբաղի ժողովրդի վերադարձի օրակարգ ենք որդեգրում, ով է շահելու դրանից։ Ով Ղարաբաղի ժողովուրդը դրանից շահելու է։ Փաշինյանի համոզմամբ դա նույնը կլինի, թե ասել, որ Արցախայությունը դատապարտվում է հավիտյան պանդուխտ դառնալու ճակատագրին։ Իրենք հաջողությամբ հրաժարվել են Արցախայության վերադարձի համար միջազգային ատյանների դռները թակելու քաղաքական գծից, նկատում է Փաշինյանը։ Հազիվ այդ գործից ես եւ մենք ազատվել ենք։ Հայոց պատմությունը կրճատած Հայաստանի պատմություն դարձրած Փաշինյանը Ղրիմյան հայրիկին է հիշում ասելու համար, որ չի ուզում նրա օրն ընկնել։ Թղթե շերեփը առած, ընկնենք դռնեդուռ եւ մեծ տերությունների եւ մեծ ու փոքր տերությունների առաջ, ինչպես Ղրիմյան հայրիկն էր ասում, բան անենք, լացուկոցով զբաղվենք։ Ոչ թե լացուկոծ են անում, այլ գործընկերներին ուղիղ ասում, ինչ են ակնկալում նրանցից։ Ռուսաստանից ակնկալում են, որ կվերականգնվեն Երասխից Նախիջևանի սահման եւ Ախուրիկի հատվածից Թուրքիայի սահման երկաթգծերը։ Կարծում եմ նաեւ ես առաջիկայում նաեւ նույն հարցը կբարձրացնեմ կապված Իջևան Ղազախ հատվածի հետ կապված, որովհետեւ կարծում եմ այդ հատվածը նույնպես հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա։ Սա ամենն է, ինչ կարող է առաջարկել Երևանը Մոսկվային ճանապարհների բացման նախագծերով։ Բայց Թրիփ նախագծում Ռուսաստանի համար տեղ չի գտնում Փաշինյանը, այն հայ-ամերիկյան է։ Մոսկվայի առաջարկը Թրամփի ուղի նախագծի մաս դառնալու հասկանալի չէ Փաշինյանի համար։ Նա վստահեցնում է, որ այդ ճանապարհը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտով չի անցնում, չի առնչվում հարավկովկասյան երկաթուղու ենթակառուցվածքներին։ Այնտեղ երկաթուղի չկա, որ մի հատ էլ կառավարվեր որևէ մեկի կողմից, այսինքն տենց թեմա չկա։ Լիլիթ Սարգսյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։
Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։